Արվինը թարսկային։ Թե կառավարությունը Դա կարծում եմ իրավասության շրջանակներում չի, եւ ես դա որ մեկնաբանություն չեմ չեմ էլ տեսել իրավիճակը։ բայց դուք անհարմար չի եղել։ Դուք ձեզ համար այստեղ ազատ շրջում եք, իսկ քաղաքացիները։ Ես հարցերով չեմ զբաղվում եւ կարծում եմ դեռ ինչ ինձ տեսակի հարցեր։ Իսկ քրեակատարողական հիմնարկներում դիրքի իրավիճակի վերաբերյալ ինչ կարող եք ասել, նաև դատապարտողների նկատմամբ այդ վենդետաների Դե արդեն ձեր հարցի մեջ որոշակի իրավապաշտպաններն են այդպես աղազանվում, դրա համար ցանկացած գործի վերաբերյալ իրականացվող քննություն, քննության արդյունքներով կհարցվի իրականություն։ Ձեզ համար պարզ է, թե ինչպես է տեղի ունեցել հայոց ցեղասպանությունը եւ ովքեր են մեղավոր, եւ արդյոք կիսում եք Նիկոլ Փաշինյանի այն տեսակետը, որ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին եւ այդ հարցը ինչպես է հայտնել օրակարգ։ Այդ հարցը եւս ինձ վերաբերելի չի, եթե ունեք Դուք անձնական կարծիքներ չունեք, անձնական կարծիք, որպես անձ չեք մոտեցել, պետական պաշտոնյա։ Որպես պետական պաշտոնյա եք մոտեցել եւ խնդրում եմ Գործընկերուհիս ուղղակի ուզում է ասել ձեզ համար ցեղասպանության հետ կապված ամեն ինչ ընկալելի է, անհրաժեշտություն չկա, որ ձեզ անուն ազգանունով այսպես դերեն ապացուցեն։ Նորից ես նույն պատասխանը կտամ, խնդրում եմ ինձ վերաբերելի հարցը։ Դուք այսօր գտնվում եք ինտերնետաբերքի նշանավորում, եւ սա նաեւ ուղերձ է, որ տեսնում նաեւ պատուցերը։ Կարող են սա որպես սադրանք ընկալել, որ Հայաստանի պաշտոնյա։ Եկեք, ես քաղաքական անձ չեմ, ես պետական պաշտոնյա եմ եւ ղեկավարում եմ քրեակատարական ծառայությունը։ Քաղաքական բնույթի, դիվանագիտական բնույթի հարցեր խնդրում եմ ինձ։ Այսինքն ձևի համար չէ, այստեղ շատ ուղիղ հարց է։ Եթե ձեզ համար ամեն ինչ ընկալելի է, ապա պարզապես ձևի համար է այստեղ, բայց եթե ձեզ համար հարցեր կան, մարդկանց մոտ կարող է լինել ընկալում, որ ձևի համար է այստեղ։ Որ մարդկանց մոտ ընկալում Օրինակ լրագրողների մոտ կարող է նաև այդպես լինել, մեծ դիտողների մոտ կարող է առաջանալ, որովհետև ես ձեզ ուղիղ հարցնում եմ, հայոց ցեղասպանության հետ կապված ձեր դիրքորոշումը դուք նույն պատասխանը ձեզ կարող եմ տալ, կա հարց, որը որ վերաբերում է քրեակատարողական հիմնարկներում այնպես չէ, որ այնտեղ հայոց ցեղասպանության հիմա որ այդ մասը Շարժանի մոտ քրեակատարողական ծառայությունից դուք հարցեր եք տալիս դիվանագիտական բնույթի, քաղաքական բնույթի, որը որ իմ իրավասության շրջանակներում չի պատասխանել է եւ ես իմ անձնական կարծիքը իմ ընկերներից հետ եմ քննարկում եւ ոչ թե այս տեսակի հարցակցություն։ Միանշանակ իմ համար շատ սա կարևոր եւ Հայաստանի պատմության համար շատ ողբերգական դեպքա, որը որ մենք այստեղ փորձում ենք։ Ինչպես է տեղի ունեցել այդ ողբերգական դեպքը։ Հիմա մենք պատմական հարցեր ենք այստեղ։ Հայաստանի իշխանությունների համար ցեղասպանության ճանաչումը առաջնահերթություն չէ, ձեզ համար եւս առաջնահերթություն։ Ես նորից ասում եմ, դա անձնական բնույթի հարցեր եք տալիս, իրավասության շրջանակներում չի գտնվում։ Բայց քրեակատարողական ծառայություններ եք կապում, ինչ է նշանակում Իսկ նաև քրեակատարողական հարցերն են ձեզ համակարգին կարծես թե չեն ընկալում։ Ես ուզում եմ հասկանամ որտեղից է այդ ընկալումները։ Նաև մամուլի հրապարակումներին հետևելով եմ ես այս հարցադրումը։ Ես այդպիսի վերաբերմունք չընկալվելու, չընկալված գալու զգացողություն չեմ ունենում համակարգում, այնպես որ կարծում եմ մամուլի հրապարակումները խիստ սուբյեկտիվ են եւ նպատակ ունեն այդ տեսակ Գալյանի ընկերուհին չլինեիք, հաստատ այդ պաշտոնին չէիք լինի, որովհետև նախկինում որևէ տեղ ձեզ չենք տեսել։ Ես նախկինում ղեկավարել եմ սոցիալ-հոգեբանական իրավական աշխատանքները քրեակատարողական ծառայության, դուք չեք տեսելը, դա էլի դեր սուբյեկտիվ հարցն է։ Կարող եք Գալյանի ընկերուհին չլինեիք, այդ պաշտոնին չէիք լինի։ Ես չեմ կարող ոչինչ ասել դրա հետ կապված, հասարակությունը իրավունք ունի ցանկացած ձև մեկնաբանի, ցանկացած գործընթաց։ Ես իհարկե ես իմ անձնական կարծիքն եք, եթե հարցնում միանշանակ հերքում եմ դա, որովհետև արդեն քրեակատարողական ոլորտի հետ կապված հարցեր եք ուղղում։ Եսապարտիալների նկատմամբ այդ ծեծկռտում ինքնասպանության դեպքերի հետ կապված տարբեր հասարակական կազմակերպություններ իրավասու անձինք հայտարարում են, որ այդ վիճակագրությունը ինքնասպանության
ավելանում է եւ այդ ուղղությամբ ձեր ղեկավարության տակ գտնվող հիմնարկի գործունեության աշխատանքները բավարար չեն գնահատում, ինչու չի հաջողվում ձեզ այս խնդիրը լուծել։ Միանշանակ դա մեր համար եւս խնդրային իրավիճակ է քրեակատողական հիմնարկներում։ Մենք շատ գործոններ կան, որոնք որ նպաստում են այս տեսակ դեպքերի։ Նախ ի սկզբանե այդ քրեակատողական հիմնարկում մեծ է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց քանակը։ Մենք արդեն ունենք վիճակագրական տվյալներ եւ բացի այդ քրեակատողական հիմնարկը ինքնին արդեն ստրեսային իրավիճակ է առաջացնում անձանց համար եւ այդ հոգեկան առողջության խնդիրները եւ մնացած հոգեբանական խնդիրները ավելի սրվում են քրեակատողական հիմնարկներում, այլ հարց է թե մենք ինչ խնդիրներ ունենք սրա հետ կապված, մենք մեծ աշխատանքներ ենք հիմա տանում, թե հոգեբանական գործոնները, հոգեբանական աշխատանքը ակտիվացնելու, թե անվտանգային գործոնները ակտիվացնելու եւ մեր համար եւս խնդրային իրավիճակ է եւ մենք փորձում ենք այս ուղղությամբ աշխատանքներ տանել եւ մեր խնդիրները լուծելով փորձել այս դեպքերը կանխարգելել։ Իսկ քրեակատարողականում տեղի ունեցած այդ դեպքը, որի ժամանակ դատապարտյալներին ծեծեցին, այդ դեպքը ձեր դեմ սաբոտաժ համարում եք, թե չէ, որովհետև մամուլում կար նաև վերլուծություն, որ ձեր տակը, այսպես ասած, փորում են ներքին օղակները։ Միանշանակ դա իրավիճակային դեպք է եղել եւ իմ հետ ես ընդհանրապես չեմ կապում։ Իսկ ինչ վերաբերվում է այդ ձեր որակմանը, ծեծին, եւս դրա հետ կապված քրեական գործեր են հարուցվել եւ քրեական գործի քննության արդյունքով մենք կհասկանանք, թե դա եղել է ծեծ, դա եղել է ֆիզիկական ուժի որոշակի սահմանազանցում, թե սովորական արձագանք է եղել քրեակատողական համակարգի կողմից։ Ժաննա Ալեքսանյանն ասաց, գցել են գետնին վրայով անքայլել են, պարզապես անցել են։ Չի եղել իմ տեղեկություններով իրեն ահազանգել են, այո, դրա համար հիմա քրեական գործեր են հարուցվել եւ այդ քրեական գործի Ինչու են դատապարտյալները անընդհատ հացադուլ հայտարարում, ջրադուլ հայտարարում, բողոքում, զանգում լրագրողներին բողոքում իրավիճակներ, ինչ է կատարվում առհասարակ, ինչու են դա ոչ թե իմ կարծիքն է, այլ մենք վերլուծություն ենք անում ամեն տարի, տարբեր են պատճառները, պատճառներից մեկը բժշկական հարցերն են, մյուսը քրեական հիմնականում կալանավորված անձանց մասով են այս դեպքերը լինում, քրեական գործի հետ կապված անհամաձայնությունները եւ նաեւ լինում են քրեակատողական համակարգի կողմից կա իհարկե կա պահման պայմանը։ Ավետիսյանը, եթե չեմ սխալվում, Մենք ունենք ընկերոջ հետ միասին բավականին ծավալուն զեկույց էին հրապարակել։ Վարուժան Ավետիսյանի զեկույցի վերաբերյալ ինչ կարող եք ասել այնտեղ տեղ գտած հայտարարությունների։ Մենք ուսումնասիրում ենք այս պահին զեկույցը եւ այս պահին ուսումնասիրում ենք եւ ըստ կետերի մենք դրանք անդրադառնանք անպայման։ Սուտ չէր ձեր տարածած հաղորդագրությունը առայն, որ անկողիններ էին այրել դատապարտյալները, որովհետև իրենք վստահեցնում են, իրենք որտեղ որ քնում են, հաստատ դա չեն այրի, իմանալը, որ ՑՄ ազատազրկված են եւ հավերժ կքնեն առանց։ Դատապարտյալներից մեկը Սավան էր այրել, որը որ հետագայում արդեն պարզ դարձավ եւ համապատասխան արդեն քրեական գործը ինչպես ասացի հարուցվել եւ դա էլ որպես ապացույց տրվել է նախաքննության մարմնին։ Նաև ձևակերպումներ կային, որ զոն նայողների դեմ ինչ-որ պայքար է ընթանում, փորձում են ցույց տալ նախարարի ձեր գերակայությունը, մասով ինչ կասեք։ Գերակայության ցույց տալու կարծում եմ որևէ խնդիր չկա, սա նաև քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարբերակներից մեկն է։ Բայց մենք տեսնում ենք, որ օրինակ ազատ են արձակվում այնպիսի մարդիկ, ովքեր սպանության պատվիրատու են, որպես նաև հանրության մեջ այդպիսի ընկալում կա, այդպիսի մեղադրանքներ կան, օրինակ Չաղրուստամի հետ կապված։ Չեմ կարող մեկնաբանել, որովհետև դա մեզ վերաբերի չէ։ Շնորհակալություն։